Քրիստոսի խաղաղությունը ձեր հետ ըլլա սիրելիներս։ Մեր այսօրվա նյութն է արտաքսման կիրակի, եւ Տեր Աստված պատվիրեց Աթամը ասելով. «Պարտեզին բոլոր ծառերեն համարձակ կեր, բաց բարի ու չարի գիտության ծառեն մի ուտեր, քանզի այն օրը որ անկե ուտես, անշուշտ պիտի մեռնիս»։ Ծննդոց 2 գլուխ 16 եւ 17 համարները։ Օձը կնոջ ասավ. ոչ թե անշուշտ պիտի մեռնիք, քանզի Աստված գիտե թե այն օրը որ անկե ուտեք, աչքերիդ պիտի բացվին եւ աստվածներու պես պիտի ըլլաք, բարին ու չարը գտնալով։ Կինը տեսնելով որ ծառը աղեկ էր, կերակուրի համար եւ հաճելի աչքերուն ու փափակելի իմաստուն անելու համար, արավ անոր պտուղեն ու կերավ, եւ իր երեկանն ալ տվավ, եւ անիկա ալ կերավ, ու անոնց երկուքին աչքերը բացվեցան, ու մերկ ըլլանին գիտցան, եւ թզենի տերևները կարեցին ու իրենց սածկոցներ ըրին։ Ծննդոց 3 գլուխ 4 համարեն մինչև 7 համար։ Մեծ պահքի երկրորդ կիրակի կկոչվի արտաքսման կիրակի եւ ունի արարչության երկրորդ օրվա ու սա կյանքի երկրորդ տարի խորհուրդը։ Սա մեզի կհիշեցնե անհնազանդության պատճառով Աթամի դրախտեն արտաքսման, ինչպես նաև մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին եւ կհայտնե Քրիստոսի միջոցով մարդու դրախտին նորեն արժանանալու մասին։ Ամեն։